Եթերում Էպիկենտրոնի գլխավոր թողարկումն է, բարի երեկո բարեկամներ։ Էպիկենտրոն լրատվական ծառայության թողարկումները հետայսու հեռարձակվելու են նոր տաղավարից և նոր ժամացուցակով։ Մեր հեռուստադիտողին վերստին հիշեցնեմ, որ այսուհետ մեր թողարկումներին կարող եք հետևել 2 ժամը 1։ Էպիկենտրոնը ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսելու 9:30-ից։ Այնուհետև մեր թողարկումներին կարող եք հետևել 11:30-ին, 13:30-ին, 17:30-ին, 19:30-ին, իսկ գլխավոր թողարկմանը կարող եք հետևել ժամը 21:30-ին։ Այնպես որ եղեք մեզ հետ, տեղեկացեք մեր միջոցով։ Իսկ Հայաստանում ներքաղաքական կրքերը գնալով թեժանում են։ Երեկվանից հայտարարվել է, իսկ այսօրվանից լիարժեքորեն մեկնարկել է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանի ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Սահմանված այս ժամանակահատվածում են կուսակցություններն ու կուսակցական դաշինքները փորձելու ընտրողներին համոզել իրենց իրավացիության, նորանոր մտահոգություններն ու ծրագրերը կյանքի կոչելու կարողության և ժողովրդի համար կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովել կարողանալու մեջ։ Ինչպես ասում են, քվե վստահության դիմաց։ Խորհրդարանական քարոզարշավի շրջանակներում Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակի անդամները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ քարոզարշավի մեկնարկի մասին ազդարարել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Նախընտրական առաջին հանդիպման մանրամասների մասին ձեզ ներկայացվող տեսանյութում։ Հավատա, վստահիր, պահանջիր։ Մեկնարկում է Բարգավաճ Հայաստան կուսակցության 2012 թվականի խորհրդարանական քարոզարշավը։ Պատահական չէ ընտրված վայրը։ Աբովյան քաղաքը ներառող 28 ընտրատարածքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նաև մեծամասնական ընտրակարգով է թեկնածություն առաջադրել։ Քաղաքային հրապարակը լեփլեցուն է, ապագան ավելի լավը դարձնելու հաստատակամություն որդեգրած քաղաքական ուժի հետևից գնացողների քանակն այստեղ գերազանցում է մի քանի տասնյակ հազարը։ Ազնվություն ընտրողների հանդեպ և խոսքի ու գործի համատեղելիություն։ ԲՀԿ որդեգրած քաղաքականությունը չի փոխվելու նաև առաջիկա տարիների ընթացքում։ Կուսակցության նախագահը վստահեցնում է, մարդկանց հավատն ու վստահությունն ամենաթանկ ձեռքբերումն են, որը սրբության նման պահպանվելու է։ Իսկ անձամբ Գագիկ Ծառուկյանի ցանկությունն է, որ մեր ժողովուրդը արտագաղթի ճանապարհը մոռանան, որ մեր մարդիկ աշխատանք ունենան, զբաղվածություն ունենան, որ տղամարդը կարողանա իր ընտանիքին պահի, իր ծնողներին պահի, որ կնոջ դեմքին ժպիտ ու փալի երբեք չկորի, որ թոշակառուն կարողանա արժանապատիվ իր խորը ծերությունը անցկացնի, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչը, որ կարողանա իր աշխատանքով զբաղվի իր ընտանիքը պահի, աշխատատեղեր ավելացնի, գումար վաստակի, հզորանա, որ ավելի մեծ գործի տեր լինի։ Հիմնական իմ ցանկությունները դրանք են։ Ընտրողներին ներկայացված ԲՀԿ նախընտրական ծրագիրը կառուցողական է ու իրատեսական։ Տնտեսության զարգացում, արտագաղթի կասեցում, երիտասարդներին սովորելու ու աշխատելու հնարավորությունների ընձեռում։ Սրանք ծրագրային դրույթների փոքրիկ մասն են միայն։ Խնդիրները, խնդիրները շատ են, բայց ամենակարևորը դրանց լուծումներ ունեն, որ մարդկանց հնարավորություն տրվի, պայմաններ ստեղծվի, իսկ այ ժողովուրդը աշխատող ժողովուրդ է։ Նա կարող է չհանգստանալ, շաբաթ կիրակել աշխատել, արձակուրդել չգնալ, աշխատի իր ընտանիքի համար, իր բալիկի համար, իր թոռան համար։ Ներկաների ոգևորությունն ու բուռն արձագանքը վկայությունն են այն բանի, որ ԲՀԿ գաղափարներն ու ծրագրերը հոգեհարազատ են բազմահազար այս մարդկանց, իսկ նման վստահության պատճառը տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի խոսքի ու գործի համապատասխանությունն է։ Մեր խոսքը միշտ գործ է եղել, այդ խոսքը մենք իրականացնել ենք։ Այսօր իմ համար ծանր է, դժվար է, եւ ես պատրաստ եմ կորցնելու, տուժելու, բայց կարևորը մեր վստահությունը, հավատքը ես սրբությամբ ես պահել եմ եւ պահպանեմ։ Ամենակարևորը իմ նպատակը, որ մեր ժողովրդի դեմքին ժպիտ լինի, փայլ լինի, ամեն մեկն էլ կարողանա իր ընտանիքում բարեկեցիկ կյանքով ապրել եւ այս կյանքի բարիքները վայելել։ Ցանկանում եմ ձեզ բարձր տրամադրություն, լավ մասնակցություն, Աստված պահպան լինի ձեզ, Աստծո կամոք, որը բարն է, թող կատարվի։ Շնորհակալություն։ Մեր կողմից առաջ քաշված ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ձեր վստահությունը, ընդգծում է ԲՀԿ նախագահն ու հավելում, որ մայիսի 6-ին յուրաքանչյուր ոք պետք է ընտրության գնա բարձր քաղաքացիական գիտակցությամբ ու իր քվեի կարևորության զգացողությամբ։
Իհարկե ընտրելու եմ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ նրա առաջնորդ պարոն Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանի բոլոր ասածները կյանքի են կոչվել եւ կյանքի կոչվել հետագայում եւս։ Հավատում եւ վստահում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը եւ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ընտրելու եւ պահանջելու եմ։ Անպայման իմ քվեն տալու եմ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որտեղ ես բոլոր կուսակցությունների մեջ ամենառեալ, ամենաժողովրդական կուսակցությունն եմ համարում։ Ընտրեք եւ պահանջեք։ Սա է միակ ճիշտ ճանապարհը, ամփոփում է Գագիկ Ծառուկյանը։ Իվետ Ատոնոյան, Աշոտ Համբարձումյան, Հովանես Քյուրքչյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Ծաղկաձորում հանդիպել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ։ Սերժ Սարգսյանը նշել է, որ Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հերթական հանդիպումը կայանում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակաշրջանում եւ որ հանրապետության առաջատար ուժերը ժողովրդին են ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը։ Խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության հավատանք, որ փոխեն կարգախոսի վերաբերյալ ուսանողներից մեկի ինչին հավատանք եւ ինչն ենք փոխելու հարցինի պատասխան, Սերժ Սարգսյանը նշել է հավատանք մեզ, հավատանք մեր ընտանիքներին, մեր պետությանը։ Նախընտրական ոչ բոլոր խոստումներին է պետք հավատալ, բայց սեփական ուժերին մենք ուղղակի պարտավոր ենք հավատալ։ Ես չգիտեմ որևէ դեպք, երբ մի լուրջ գործ կատարված լինի առանց խորը հավատի։ Պատկերացրեք, զինվորը գնում է մարտի ու եթե նա չհավատա իր հաղթանակին, ինչպես կարող է լավ կռվել։ Մենք իրոք պարտավոր ենք փոխվել, որպեսզի կարողանանք աշխարհին համահունչ ընթանալ։ Սակայն միայն հանրապետության նախագահի ցանկությունը բավարար չէ։ Փոփոխություններին պետք է մասնակից լինեն բոլորը, եւ բոլորը պետք է ցանկանան դրանք իրականացնել, որովհետեւ աշխարհը շատ արագ է փոխվում, եւ այդ փոփոխություններին մենք պետք է պատրաստ լինենք։ Առաջին հերթին դուք, երիտասարդներդ, պետք է պատրաստ լինեն, որովհետեւ այս երկիրը շատ ավելի ձերն է, քան իմը կամ իմ հասակակիցներինը։ Եթե այսօր մենք չկարողանանք ընկալել առաջադեմը, ոչնչի չենք կարող հասնել, հատկապես որ մեր հաղթանակ մենք մեծ թվականակ չենք, մենք կարող ենք ապավինել միայն ու միայն որակին, փոփոխությունների շարժիչ ուժը երիտասարդությունն է, ես պատրաստ եմ ձեզ հետ միասին շատ հեռուն գնալ, պատասխանել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, որպես ասվածի լավագույն վկայություն ներկայացնելով մեր ժողովրդի անցած ուղին, որ դարերի ընթացքում հաղթահարելով բազում փորձություններ, մշտապես նորն ու առաջատարը ընկալելու, ընդունելու եւ սերունդերին փոխանցելու հատկանիշի շնորհիվ կարողացել է այդ գոյապայքարում հաղթող դուրս գալ։ Սերժ Սարգսյանը իշարս այլ հարցերի պատասխանել է նաև խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ անցկացմանը վերաբերող հարցերի։ Մենք գնացել ենք աննախադեպ քայլերի։ Մենք ընտրողների ցուցակը տեղադրել ենք համացանցում։ Ինչ խնդիր կա, ովքեր կասկածում են, թող անեն այդ ցուցակները, հուշեն, օգնեն, բարեփոխենք, ճշգրտենք եւ ճշգրտված ցուցակներ ունեն ընտրությունների նախօրյակի։ Մեր օրենքը այնպես է բարեփոխվել, որ հսկողությունը ընտրական process-ների նկատմամբ ուղղակի այնպիսին է, որ եթե բոլորը համաձայնության չգան, այնտեղ ոչինչ չեն կարող անել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել վրացական հեղինակավոր Փիրուելի.com լրատվական վերլուծական գործակալությանը։ Հարցազրույցում Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը անդրադարձել է Հայաստանում անցկացվելիք առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը։ Բուրըն արձագանք եւ մեծ հնչեղություն Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել վրացական հեղինակավոր Փիրուելի.com լրատվական վերլուծական գործակալությանը։ Հարցազրույցը լայն արձագանք է գտել Վրաստանի ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական շրջանակում։ Ուշադրության առանցքում Հայաստանում մայիսի 6-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններն են։ Որպես նախընտրական պայքարի ֆավորիտ Հայաստանի նոր խորհրդարանից ինչ է ակնկալում ԲՀԿ-ն հայ-վրացական հարաբերություններում։
Վրաստանը մեզ համար ոչ միայն սահմանակից, այլ նաև բարեկամական երկիր է, որի հետ մեր հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն։ Մեր ընդհանուր պատմությունում մենք շատ ընդհանուր բաներ ունենք։ Մենք ընդհանուր դժվարություններ եւ համատեղ հաղթանակներ ունենք։ Եվ այսօր մենք պարտավոր ենք ոչ միայն պահպանել ավանդական հարաբերությունները, այլ դրանք խորացնել եւ զարգացնել բոլոր ոլորտներում՝ մշակութային, տնտեսական եւ քաղաքական։ Ինչից է կախված հայ-վրացական հարաբերությունների զարգացումը եւ ինչպես պետք է աշխատել։ Պատասխանը հարցին միանշանակ է՝ երկկողմ հարաբերություններն իրականացվում են երկու երկրների նախագահների մակարդակով, միջխորհրդարանական եւ միջկառավարական հանձնաժողովների ձևաչափում։ Գագիկ Ծառուկյանի գնահատմամբ, թեև կա համագործակցություն բոլոր ոլորտներում, սակայն անհրաժեշտ է ընդլայնել քննարկվող հարցերի շրջանակն ու ակտիվացնել երկկողմ աշխատանքը։ ԲՀԿ առաջնորդի խոսքով միջխորհրդարանական հարաբերությունների ներուժն ամբողջովին չի օգտագործվում։ Միջխորհրդարանական եւ միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների ակտիվացումը կարծում եմ կարող է նպաստել այնպիսի կարևոր հարցերի քննարկմանը, ինչպիսիք են ընդհանուր առևտրային շուկայի եւ տնտեսական տարածաշրջանի ձևավորումը։ Մեր երկրների շուկաների ծավալներն առանձին վերցրած այնքան էլ մեծ չեն եւ առանձնակի հետաքրքրություն չեն ներկայացնում արտաքին ներդրողների համար։ Մենք պետք է այնպիսի տնտեսական հարաբերություններ ձևավորենք, այնպիսի մեխանիզմներ ստեղծենք, որ այդ շուկաները միավորվեն եւ դառնան ընդհանուր։ Ընդհանուր շուկայով մենք ավելի գրավիչ կդառնանք։ Ելնելով այս ամենից մենք մեծ կարևորություն ենք տալիս Վրաստանի հետ ջերմ գործընկերային հարաբերությունների զարգացմանը եւ կփորձենք ամեն ինչ անել, որ նորընտիր խորհրդարանն ակտիվացնի աշխատանքներն այդ ուղղությամբ։ Եվ մասնավորապես Սամցխեջավախքում մեծ թվով հայեր են բնակվում եւ երբեմն տեղի կազմակերպությունների կողմից տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին Հայաստանում տրվում են գնահատականներ, որոնցից շատերի հետ Վրաստանում համամիտ չեն։ Կարող է արդյոք այս հանգամանքը բացասական հետևանքներ ունենալ հայ-վրացական հարաբերությունների վրա։ Ինձ հայտնի են հիշատակված խնդիրները։ Միաժամանակ ես այն քաղաքականության կողմնակիցն եմ, որ բոլոր խնդիրները լուծվեն հանդիպումների ու քննարկումների միջոցով։ Կարծում եմ, որ այս հարցում Հայաստանն էլ Վրաստանն էլ ունեն անելիքներ։ Եթե մենք պասիվ լինենք մեր հարաբերություններում եւ չքննարկենք առկա խնդիրները միջպետական մակարդակով, ապա այս հարցի լուծմամբ կսկսեն զբաղվել տարբեր հասարակական կառույցներ եւ անհատներ, ինչն էլ կարող է հանգեցնել չհասկացվածության։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ Վրաստանում բնակվող հայերը հայ-վրացական հարաբերությունների կարևորագույն օղակն են։ Վարդուհի Մելտոնյան, Հովանես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Դաշնակցության զենքը մեկնարկած քարոզարշավում հենց իր նախընտրական ծրագիրն է լինելու։ Շոուներ, թատրոններ եւ համերգներ չենք բեմադրելու, փոխարենը ներկայացնելու ենք մեր նախընտրական ծրագիրը։ Հայ հեղափոխական դաշնակցության քարոզարշավը լինելու է ակտիվ, նպատակային ու հաղթական։ Այսօր վստահեցրել են կուսակցության պատասխանատուները։ Քաղաքական այսօրվա դաշտում ունենք իսկապես լուրջ մրցակիցներ։ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանի խոսքով ՀՅԴ հիմնական խնդիրը վերջնական հաղթանակի հասնելն է։ Այո, դաշնակցության ծրագրում կա մաքսիմալիզմ։ Մենք առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է կարողանանք հասնել, եթե կլինենք մեծամասնություն ազգային ժողովում, կամ պարտադրել, եթե կլինենք ազգային ժողովում խոշոր ֆրակցիա, որպեսզի այն ամենը, ինչ տեղ է գտել մեր նախընտրական ծրագրում, դառնա իրականություն։ Առաջինը պետություն քաղաքացի խնդիրն է, բարձրագույն արժեքը պետության գոյությունը։ Դաշնակցությունը վստահ է, քաղաքացին ինքը պիտի ձգտի բարեփոխել ու հզորացնել երկիրը։ Ամենաողբերգական բանը, որ այսօր մեր երկրում գոյություն ունի, դա այն է, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ հպարտորեն ստանալով այս կամ այն երկրի թույլատրություն ապրելու, հայտարարում է դա առանց ամաչելու։ Բազմապիսի պետական ու քաղաքական փոփոխությունների խնդիր է դնում ՀՅԴ-ն։ Փորձելու են փոխել ընտրական որոշակի սկզբունքներ։ Սոցիալ-տնտեսական իրավիճակն են ծրագրում առանցքային համարել։ Նաև զբաղվածության, մասնավորապես աշխատատեղերի ստեղծման ու արժանապատի վարձատրության հարցերն են տեղ գտել նախընտրական ծրագրում։ Վերանայելու են նաև կենսաթոշակային բարելավումների համակարգը։ Համակարգի լիարժեք ներդրման դեպքում միջին աշխատանքային կենսաթոշակը կկազմի մոտ 63000 դրամ, ներկայիս 31250 դրամ փոխարեն։ Խթանել է պետք արտահանումը, օգնել գյուղատնտեսությանը, նպաստել շինարարության բնականոն գործունեությանը, ներդնել առողջության պարտադիր ապահովագրության համակարգ։ Դաշնակցությունն իր շարժիչ ուժը համարում է ազգային պետական ուղեգծի հաստատմանն ուղղված քաղաքականությունը։ Նոնա Գրիգորյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Ժառանգություն կուսակցությունը իր հերթին քարոզարշավի մեկնարկը նշանավորել է նախընտրական ծրագրի հիմնադրույթները ներկայացնելով։ Քոքվեն փոխելու է մեր երկիրը եւ միասին սարեր ենք շարժելու կարգախոսներով պայքարի ելած ժառանգությունն ու ազատ դեմոկրատները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ փորձելու են ներկայանալ իբրև Հայաստանի ժողովրդավարական ազգային վերածնունդը իրագործող այլընտրանքային ուժ։
Ինչպես 5 տարի առաջ, այնպես էլ այսօր Ժառանգությունը նախընտրական քարոզարշավը մեկնարկում է Արտո Թունջբոյաջյանի Արարատի հնչյունների ներքո։ Արարատ երգը Արտո Թունջբոյաջյանի ըստ էության Ժառանգության երևի թե երկրորդ թիմ կարելի է համարել։ Ժառանգությունը փորձելու է նոր խորհրդարանում ներկայանալ միասնաբար Ազատ դեմոկրատներ կուսակցության եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ։ Հանուն Նոր Հայաստանի պայքարը ըստ նրանց հենց այս հանդիպումից է սկսվում։ Սկսելով Հայաստանի Հանրապետության հրապարակից նկատունեմ աշխարհական վայրը ավարտենք ազատության հրապարակը եւ քարոզարշավը եւ հաղթանակների տոնելը։ Մեզ անհրաժեշտ է 50% Եվ դա եք դուք ապահովելու։ Վստահեցնում են իրեն գիտեն ինչպես լուծել բոլոր հայաստանցիների առանցքային խնդիրները առաջիկա 5 տարում, իսկ որ հաջողելու են կասկած իսկ չունեն։ Հանուն հավատո եւ հայրենիած մենք դանելու ենք մեր պայքարը այս անգամ ի գադար, ի գործ եւ ի հաղթանակ։ Ռաֆի Հովհաննիսյանը ավելի քան վստահ է, որ 5-րդ գումարման ազգային ժողովում ի հեճուկս չարախոսների իրենք մեծամասնություն են կազմելու, ձևավորելու են կառավարություն, ապա եւ նախագահություն, ինչպես նաեւ դատական իշխանություն։ Ժառանգության թիմը, հայ ժողովրդի, Հայաստանցու թիմը, դա մի ամբողջություն է, դա մի հավաքականություն է, դա Հայաստանի քաղաքացու պատկանող, հաշվետու, պատասխանատու թիմ է։ 73 համամասնական եւ 6 մեծամասնական անուն։ Նրանցից յուրաքանչյուրը գալիս է կոնկրետ նպատակով։ Կարապետ Ռուբինյան, գալիս եմ ազգիր քաղաքականության համար։ Սարուհի Փոստանջյան, գալիս եմ արդարության համար։ Այսպես ուրախ եւ մարտական տրամադրությամբ քաղաքից քաղաք, գյուղից գյուղ շրջելու են Ժառանգությունն ու Ազատ դեմոկրատները մինչեւ քարոզարշավի ավարտը։ Եզրափակիչ հանդիպումն էլ անցկացնելու են Ազատության հրապարակում։ Ահարոն Հայրապետյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Խորհրդարանի ընտրությունները կարևոր են, բայց Գորբաչովին դատի տալու հարցը նույնպես օրակարգից չի հանվել։ Կոմունիստական կուսակցությունը մրցակից է համարում բոլոր ուժերին։ Իսկ ահա ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը Ախոյան է համարում ոչ միայն նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուին, այլ ամբողջ մի կուսակցության։ Պատգամավոր, որը միշտ հասանելի է, ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանի խոստումն է, ընտրվելու դեպքում հեռախոսահամարը չի փոխելու, ունենալու է գրասենյակ քաղաքացիների բողոքները լսելու համար։ Թիվ 2 ընտրատարածքում առաջադրված իր միակ մրցակցին հանրապետական Սամվել Ֆարմանյանին քաղաքակիրթ պայքարի է հրավիրում։ Հրապարակային հրավիրում եմ մրցակցիս բանավեճի։ Սամվել Ֆարմանյանը հեռախոսազրույցում նույնպես համաձայնեց բանավեճի։ Կենտրոն հեռուստատեսությունը 2 ուժերին էլ հրավիրում է։ Վլադիմիր Կարապետյանը յուրաքանչյուր տեղամասում մեկ ընդդիմադիր թեկնածու ձևաչափը չի քննարկում։ ՀԱԿ կարգախոսն է ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին։ Ընդունելի համագործակցության տարբերակը ընդդեմ ընտրակեղծիքի ընդդիմադիր ուժերի միասնական պայքարը։ Հստակեցնում է իր մրցակիցը հանրապետական կուսակցությունն է ընդհանրապես։ Սամվել Ֆարմանյանի դեմ պայքարելու են առաջին հերթին որպես հանրապետականի։ Իմ մրցակիցը հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, դրանով ամեն բան ասված է եւ մենք պայքարելու ենք առաջին հերթին հենց այդ կաշի դեմ։ Պայքար բոլորի դեմ, ովքեր կողմ են ընտրակեղծիքին։ Դեմոկրատական կուսակցության սկզբունքն է։ Կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ոչ մի ընտրության ժամանակ իր պարտությունը չի ընդունում։ Նրա հավաստմամբ ոչ մի ընտրություն դեռևս արդար չի եղել։ Ժողովուրդն իր ձայնն արժանավորին տալուց վախենում է, բայց եթե կեղծիքը չլինի, իրենք խորհրդարանում կլինեն։ Մենք իրոք խորհրդարանում կարող ենք որակական փոփոխություն մտցնել, միանշանակ եմ ասում, որովհետև մեր մուտքը շատ քչերն են քաղաքական էլիտայից սպասում։ Պայքար բոլորի եւ հատկապես ՀԱԿ-ի դեմ կոմունիստական կուսակցության ղեկավարը ՀՀՇ-ին է երկիրը քանդող համարում։ Կոմկուսի հաղթանակի դեպքում սոցիալիզմի չինական մոդելի կիրառումը երաշխավորում, իսկ Ռուսաստանին միանալու հնարավորությունն ընկեր Թովմասյանը բացառում է։ Կրթությունն ու առողջապահությունն անվճար է լինելու ավանդները վերադարձվելու են։ Ֆանտաստիկա չէ, Ռուբեն Թովմասյանի համոզմամբ հնարավոր է, եթե ռազմավարական օբյեկտներն ազգայնացվեն։ Դրան ունակ միակ ուժն իրենք են, խորհրդարանից չեն բացակայելու, բացակայողների համար էլ նոր կարգախոս առաջարկում։ Ընտրիր եւ փնտրիր, այսինքն դեպուտատ կա, պատգամավոր, ընկած այս 4-5 տարվա ընթացքում փնտրում են չեն գտնում, ազգային ժողովում չի լինում,
չգիտեմ, ժողովրդի հետ չի հանդիպում, ժողովրդի ցավ ու դարդը չգիտի։ Անկեր Թովմասյանի պնդմամբ իրենցից բոլոր ուժերն են վախենում, թե ինչու կարգախոսն է բացահայտում Կոմկուսի հաղթանակը ժողովրդի հաղթանակն է։ Խորհրդարանի ընտրություններից 11% ձայն ակնկալող քաղաքական գործիչը իր ձայնն է կորցրել, բայց վստահ է մայիսի 6-ի հաղթանակից հետո կգոռա ու կլավանա։ Տաթև Դանիելյան, Վարդան Մկրտումյան, Էպիկենտրոն։ ԵԱԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական պլանային դիտարկումը իրականացվելու է ապրիլի 12-ին Ասկերանի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկմանը մասնակցելու են ԵԱԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դաշտային օգնականներ հունգարացի Անտալ Հիրդիչը, չեխ Իրժի Աբերլեն, ինչպես նաև ԵԱԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ ռուս գնդապետ Անդրեյ Բարաշկինը։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումը անց են կացնելու ԵԱԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ գրասենյակի համակարգող անգլիացի Փիտեր Կին, բուլղարացի Խրիստո Խրիստովը եւ թուրք գնդապետ Իլհամի Դերմեն Օղլուն։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱԿ առաքելության անդամների անվտանգությունը։ Դիտարկման առաքելությանը Ղարաբաղյան կողմից ուղեկցելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում Ղարաբաղի ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի իրազեկային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են իրենց հերթապահությունը։ Շարունակում ենք թողարկումը։ Տնտեսական նորություններ։ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել Իրանից նավթամթերք ներմուծելու հարցում։ Այս մասին հայտարարել է նավթամթերքների իրացման իրանական ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Արլին։ Նրա հավաստմամբ Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ նավթամթերքների իրացման ներմուծումը Վրաստանից։ Փետրվարին Իրանի եւ Հայաստանի էներգետիկայի նախարարները համաձայնագիր են ստորագրել, որի հիման վրա էլ Իրանը բենզին եւ նավթամթերք արտահանի հարևան երկիր։ Պայմանագրի համաձայն Իրանը խողովակաշարով Հայաստան է առաքելու բենզին, դիզելային վառելիք, ինչպես նաեւ ավիացիայի համար նախատեսված վառելիք։ Տնտեսական այլ նորությունների մասին տեսաշարով։ Այս տարին Իսպանիայի համար հավանաբար ամենածանրն է լինելու։ Գործազրկության մակարդակը Իսպանիայում հասել է շուրջ 23%-ի, այս ցուցանիշը Եվրոպայում ամենաբարձրն է համարվում։ Երկրի կառավարությունը կանխատեսում է, որ մինչև տարեվերջ գործազրկության մակարդակը կանցնի 24%-ի շեմը։ Ի դեպ, Իսպանիայում գործազուրկի կարգավիճակ ունի երիտասարդների մոտ 50%-ը։ Իսպանիայի կառավարությունը հապշտապ քայլեր է փորձում ձեռնարկել երկրի համար ամոթալի այս վիճակը շտկելու ուղղությամբ։ Բրիտանական աշխարհահռչակ Bentley ավտոընկերությունն այս տարի վաճառքի ամենաբարձր ցուցանիշն է գրանցել Չինաստանում։ Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում արտադրված 1759 մեքենաներից 578-ը վաճառվել են Չինաստանում։ Ընդամենը 20 տարի առաջ այս ցուցանիշով Չինաստանն ամենացածր հորիզոնականն էր զբաղեցնում։ Սակայն շնորհիվ արագ զարգացող տնտեսության չինացի միլիոնատերերի թիվը կտրուկ ավելացել է։ Նրանք այժմ կարող են իրենց թույլ տալ ձեռք բերել 225,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ այս մեքենան։ Global Finance ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի վարկանշային աղյուսակը։ Հուսալի բանկերի ընտրության հարցում փորձագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ գերմանական եւ հոլանդական ֆինանսական կազմակերպություններին։ Ապրիլյան վարկանիշային ցանկի լավագույն տասնյակում հայտնվել են 9 եվրոպական եւ 1 կանադական բանկեր։ Եվրոպական 9 բանկերից 7-ը ներկայացնում են Գերմանիան եւ Նիդերլանդները։ Ուշագրավն այն է, որ անգամ լավագույն 20-յակում ոչ մի ամերիկյան բանկ չի հայտնվել։ Գևորգ Խաչատրյան, Էպիկենտրոն։ Իսկ միջազգային լրահոսին եւ իրադարձություններից ամենաուշագրավին ձեզ կծանոթացնի իմ գործընկեր Ռուզան Խաչատրյանը։ Բարի երեկո Գրիգոր, ես կուզենայի ասել, որ այսօր մենք առանձնացրել ենք մեր Էպիկենտրոնի միջազգայինի տաղավարում շատ հին, բայց շատ այժմեական թեմա։ Մենք անդրադառնալու ենք Թուրքիայում 1980 թվականին տեղի ունեցած
զինվորական հեղաշրջմանը, խորանալու ենք մի քիչ դրա մեջ, եւ ինչու այժմեական, որովհետեւ գիտես նախորդ շաբաթ Անկարայում սկսվեց դատավարությունը, գլխավոր ամբաստանյալը արդեն 94-ամյա հեղաշրջման ղեկավարն էր, որը հետագայում ընտրվեց նախագահ Էվրենը, եւ Էպիկենտրոն միջազգայինի տաղավարում այդ թեմայով զրուցելու համար սպասում է մեզ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, սակայն մինչ մենք կանդրադառնանք այդ հին թեմային, ես առաջարկում եմ օրվա միջազգային լրահոսի դրվագները տեսաշարով դիտել։ Դիտենք, բայց սիրով կհետևենք նաև քննարկմանը։ Խնդրեմ։ Պաշտոնական Դամասկոսը գրավոր երաշխիքներ է պահանջում հակառակորդ խմբավորումների զինաթափվելու շուրջ եւ մինչեւ ապրիլի 10-ին իր ուժերը Սիրիայի մեծ ու փոքր քաղաքներից դուրս բերելը 48 ժամ հետո հրադադար հաստատելը։ Սիրիայի արտգործնախարարության խոսնակ Ջիհադ Մագդիշին այսօր փոխանցեց նաև, որ երաշխիքները ցանկանում են ստանալ ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի գլխավոր բանագնաց Քոֆի Անանի միջոցով։ Պահանջվում են երաշխիքներ նաև այն մասին, որ Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի իշխանությունները այլևս չեն ֆինանսավորի եւ զինի այդ խմբավորումներին։ Ֆրանսիան այսօր մտավ նախագահական ընտրարշավի վերջին պաշտոնական քարոզարշավի փուլ։ Չնայած նախագահի 10 թեկնածու է մտել մրցապայքարի մեջ, բայց այն հիմնականում կընթանա գործող նախագահ եւ թեկնածու Նիկոլա Սարկոզիի եւ սոցիալիստ թեկնածու Ֆրանսուଆ Օլանդի միջև։ Այս պահին հարցախույզները ցույց են տալիս, որ այս երկու թեկնածուները գրեթե հավասար վարկանիշ ունեն։ Կանխատեսումներն այսպիսին են. ընտրության առաջին փուլում ապրիլի 22-ին շատ փոքր առավելությամբ կհաղթի Նիկոլա Սարկոզին, սակայն երկրորդ եւ վճռական փուլում Օլանդը մոտ 53% կողմձայներով։ Վերլուծաբանները բացատրում են, թե Սարկոզիի նման ոչ շատ մեծ ժողովրդականություն ունեցող գործող նախագահ թեկնածուներին նախկինում չի հաջողվել հաղթել երկրորդ փուլում։ Հարավային Օսիայի նախագահի ընտրության 3 կայացած երկրորդ փուլի արդյունքով հաղթել է Լեոնիդ Տիբիլովը, կողմձայների մոտ 54%-ով։ Տիբիլովը նախկին Սովետական միության ազգային անվտանգության կոմիտեի սպա է եղել եւ ռուսամետ գործիչ է։ Ცხինվալիում այսօր նա հայտնել է, որ զարգացնելու են Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունը եւ իր խոսքով իրականացնելու են իրենց վաղեմի երազանքը՝ վերամիավորել Հյուսիսային եւ Հարավային Օսիան։ Եվրատեսիլ երկի մրցույթի հյուրընկալմանը պատրաստվող Բաքվի արվարձանում 3 երեկոյան երկրի ընդդիմության հազարավոր աջակիցներ պահանջել են խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններ, քաղաքականավորների ազատում, սեփականության իրավունքի պաշտպանություն։ Ընդդիմադիր գործիչ Ալի Քերիմլին հայտարարել է. Ադրբեջանն այսօր աշխարհի ամենակոռումպացված ռեժիմներից մեկն է։ Հանրահավաքին հնչել են նախագահ Ալիևի հրաժարականը պահանջող վանկարկումներ։ Իդեպ Եվրատեսիլյան հյուրընկալության ապակեպատ ապարանքը Բաքվում կառուցելու համար բազմաթիվ մարդիկ զրկվել են իրենց սեփականած տարածքներից։ Մոսկվայի Կարմիր հրապարակում եւ Սանկտ Պետերբուրգի գլխավոր Նևսկի պողոտայում նույնպես 3 երեկոյան բողոքի ակցիաներ էին։ Ռուսաստանցի ընդդիմադիրները Կարմիր հրապարակ մտան Սպիտակ հրապարակ կոչվող ակցիայով, իսկ Սանկտ Պետերբուրգում Սպիտակ ժապավենների ֆլեշմոբ էր։ Դրանով ակցիայի նախաձեռնողները դժգոհեցին իրենց բնորոշմամբ, որ իշխանությունները անհանդուրժող են նախագահի երդման արարողության նախորդին արվող քննադատությանը։ Ռուզան Խաչատրյան, Էպիկենտրոն։ Այժմ ինչպես խոստացել էինք, Էպիկենտրոն միջազգայինի տաղավարում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ խորանանք դեպի 1980 թվականի Թուրքիայի զինվորական հեղաշրջումը։ Պարոն Մելքոնյան, միանգամից հարցնեմ, ինչու 30 տարի անց դատավարությունը 94 տարեկան ամբաստանյալով։ Դա հասկանալու համար մենք պետք է նկատենք, որ 80 թվականի զինվորական հեղաշրջումից հետո այդ հեղաշրջման կազմակերպիչները եկան իշխանության եւ ընդունված նոր սահմանադրության մեջ հստակ կետ էր նշված, որ զինվորական հեղաշրջման կազմակերպիչները, այդ թվում եւ գեներալ Քենան Էվրենը, ենթակա չեն քրեական դատապարտման երբևէ։ Եվ դա սահմանադրական նորմ էր, սահմանադրական կետ էր։ Եվ վերջերս Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո իշխող կուսակցությունը հասավ նրան, որպեսզի այդ կետը հանվի եւ հնարավորություն ստեղծվեց, որպեսզի այդ հեղաշրջման կազմակերպիչները, ողջ մնացածները ենթարկվեն քրեական դատապարտման, բայց ես ուզում եմ այստեղ նկատենք, որ սա ըստ էության գաղափարախոսությունների պայքար է։ Զինվորականները ներկայացնում են քեմալիզմը, իսկ ներկա իշխանությունը իսլամական, իսլամամետ ուժերը եւ ամբողջ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում այս երկու գաղափարախոսությունները միշտ եղել են բախման մեջ եւ այսօր քրեական պատասխանատվության ենթարկելով 90 անց ուրեմն գեներալի իրականում իշխող կուսակցությունը դատապարտում է սիմվոլին, քեմալիզմի սիմվոլներից մեկին։
սիմվոլները մի կողմ թողնենք, ճիշտն ասած, միշտ նման դեպքերում մեզ հետաքրքրում է մեր հայրենակիցների ճակատագիրը։ Ես շատ ինձ համար հետաքրքիր է 1980 թվականին, երբ տեղի ունեցավ հեղաշրջումը եւ դրան հաջորդած տարիներին այդ ճնշումների ժամանակ հայկական համայնքը անուղղակիորեն ինչ ճնշումների, բռնությունների համայնքի ներկայացուցիչներ կամ ենթարկվել են։ Անշուշտ ուրեմն զինվորական հեղաշրջումից հետո քրեական պատասխանատվության եւ տարբեր տեսակի ճնշումների են ենթարկվել մոտ 650,000 մարդ։ Եվ դրանց մեջ նաեւ որոշակի թիվ են կազմել հայերը եւ բացատրեմ թե ինչու, որովհետեւ ճնշման ենթարկվածների մեծ մասը ձախակողմե հայացքների կրողներ են եւ հայկական համայնքում քաղաքականապես ակտիվ տարրերը հիմնականում հարում էին ձախակողմե հոսանքներին եւ ենթարկվում էին այդ ճնշումներին։ Եվ այստեղ չի եղել ըստ ազգային պատկանել, որովհետեւ նրանք մի հետարքիր դրվագ ուղղակի ուզում առանձնացնել, հետագայում այդ դատապարտվածներից շատերը պատմում են բանտում իրենց անցկացրած տարիները եւ հուշերից ընդհանուր մի գիծ կա։ Նշում են, որ մեր հետ իրենց կալանքը կրող հայերը օրվա մեջ ենթարկվում են 2 անգամ ծեծի, մեկը որպես ձախակողմե հայացքների կրող, մեկը որպես հայ։ Եվ նաև վերջերս այս ամենի համատեքստում նոր բացահայտումներ եղան, ուրեմն գաղտնազերծվեցին մի շարք փաստաթղթեր, որ հեղաշրջման կազմակերպիչները 80 թվականից հետո հստակ հրահանգ են տվել ամբողջ Թուրքիայի տարածքում, ուրեմն ֆիքսել եւ հայտնել կենտրոնին հայերին, ծագումով հայերին եւ բացահայտ հայերին եւ նրանց վերցնել խիստ հսկողության տակ որպես պետական վտանգ ներկայացնող տարրեր։ Իսկ դրանք հետևանքներ ունեցել են, ասենք, պատիժներ եւ այլն, թե անշուշտ հայկական համայնքում վախի մթնոլորտը էլ ավելի է շատացել եւ այդ նշված տարրերը, ձախակողմյան տարրերը ըստ էության դուրս են մղվել քաղաքական ասպարեզից։ Շնորհակալություն, Էպիկենտրոն միջազգայինի տաղավարում մենք զրուցում էինք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։ Գրիգոր Շնորհակալություն, շարունակում ենք թողարկումը։ Նախորդին հայ առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի համաձայն տոնվում էր Սուրբ Զատիկը կամ այլ կերպ ասած Քրիստոսի հարության տոնը, ինչպես նկատում ենք տոնը համընկել է երեկվանից մեկնարկած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի հետ, որին մասնակցում է 8 կուսակցություն եւ 1 դաշինք, իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է ավելի քան 150 տեխնացու։ Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակի անդամները կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ յուրովի են ազդարարել քարոզարշավի մեկնարկը։ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի ապրիլի 8-ին Հայաստան աշխարհը նշում է քրիստոնեական ամենասիրված եւ տոներից մեկը Սուրբ Զատիկը կամ Քրիստոսի հարության տոնը։ Տոնն այս տարի համընկել է համապետական նշանակության մի իրադարձության հետ։ Նախընտրական քարոզարշավ 2012-ի մեկնարկն ազդարարվում է հենց այսօր։ Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակի անդամների եւ քաղաքական խորհրդի ներկայացուցիչների համար օրը կրկնակի խորհուրդ ունի։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ահա այս բառերով միմյանց ողջունում են ԲՀԿ ներկայացուցիչները, ովքեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նախ վաղ առավոտյան այցելում են Աբովյանի նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցի, որի շինարարական աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում եւ հրաշագեղ այս եկեղեցին գրեթե ավարտուն տեսք ունի։ Ներկաները շրջում են եկեղեցու տարածքում, ծանոթանում իրականացված աշխատանքներին։ ԲՀԿ նախագահի նախաձեռնությամբ ու աջակցությամբ կառուցվող այս եկեղեցու շինարարության ամբողջ ընթացքը Գագիկ Ծառուկյանն անձամբ է վերահսկել եւ այսօր էլ հյուրերին ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է եկեղեցու ճարտարապետական ու գեղագիտական առանձնահատկությունները։ Կարճ ժամանակ հետո Սուրբ Հովհաննես եկեղեցում հավատացյալները կարող են իրենց աղոթքը հղել բարձրյալին։ Աբովյանից ԲՀԿ ներկայացուցիչներն ուղևորվում են Արինջ գյուղ, որտեղի Սուրբ Հովհաննես եկեղեցում Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի կապակցությամբ պատարագ է մատուցվում։ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված։ Զատիկը նշվում է թե հին եւ թե նոր կտակարաններում, իսկ հարության տոնը հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Քրիստոսի խաչելությամբ մարդկությունը հերթական անգամ մաքրվեց մեղքերից։ Զատկի տոնը մեծ շուկով նշվում է ինչպես եկեղեցիներում, այնպես էլ տներում։ Տոնական ու առանձնահատուկ օրվա խորհուրդը մեկն է՝ կիրառել քրիստոնեության ոսկե կանոնը, համաձայն որի այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դուք արեք նրանց, եւ այդ դեպքում կփնտրենք եւ կգտնենք, կխնդրենք եւ կտրվի մեզ, բախենք եւ կբացվի մեր առջև։ Եվ աղոթենք միմյանց համար, խաղաղության համար, ամեն ինչի եւ բոլորի համար, չէ՞ որ մենք բոլորս մեկ ենք։ Քրիստոսն էլ մեզանից մեկն էր, որ մեր փրկության համար խաչվեց ու հարություն առավ։ Իվետ Ատոնոյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։
Հայ առաքելական եկեղեցու օրացույցի համաձայն 5 տաղավար տոներին հաջորդող երկուշաբթին կոչվում է մեռելոց։ Եկեղեցիներում կատարվում են ննջեցյալների հոգեհանգստի արարողություն, որի ընթացքում հոգևորականը նրանց մեղքերի համար թողություն է հայցում Բարձրյալից։ Մեռելոցին Սուրբ Զատկի ավետիսը երկնավորներից պատրաստ ենք հաղորդել նաև ննջեցյալներին գերեզման այցելությամբ։ Տարվա 365 օրերի հեվքոտ ընթացքի մեջ, եթե անգամ ապրողներս էլ մոռանանք իրար, Հայ առաքելական եկեղեցին 5 տաղավար տոներին հաջորդող ամեն երկուշաբթի չի մոռանում հիշեցնել ննջեցյալների մասին։ Օրը ոչ աշխատանքային է, եկեղեցիները սովորականից մարդաշատ, հավատացյալ ժողովուրդը մասնակցում է եկեղեցիներում մատուցվող հոգեհանգստի արարողությանը։ Հոգևորականը մեկ առ մեկ հիշատակում է թղթի վրա գրված ննջեցյալների անունները եւ Բարձրյալից թողություն հայցում նրանց երկրային մեղքերի համար։ Աղոթք է արվում նրանց հոգիների խաղաղության, փրկության համար եւ խնդրում ենք, որ Աստված ների նրանց մեղքերը եւ երկնքի արքայության արժանացնի։ Ննջեցյալների հոգեհանգստի արարողությանը հաջորդում է հաղորդությունը, մարդու հոգևոր եւ մարմնական մաքրությունն ապահովող սուրբ նշխար են ստանում միայն կամքի ուժով աչքի ընկնողները։ Եթե առավոտյան ոչ խմել ես, ոչ կերել, կատարել ես խոստովանություն, մկրտված ես, ապա մնում է հաղթահարես բազմամարդաշարքը։ Արտոնյալ են միայն մեղքին անհաղորդները, երեխաները։ Երբ մենք անոթի մեջ ցանկանում ենք թանկարժեք հեղուկ լցնել, այն պետք է դրսից եւ ներսից լավ մաքրել։ Հետևաբար մենք էլ այն անոթներն ենք, խորհրդանշաբար, որ Քրիստոսին առավել եւս Տիրոջը մեր մեջ ենք ընդունում։ Տաղավար տոներին գերեզման այցելությունն արգելված է, հիշեցնում է Գեղամ Սարգսակը։ Ննջեցյալների մասունքներին այցելության կարելի է գնալ միայն մեռելոցին։ Այցը խորհուրդ ունի, հավատքի ու աղոթքի ճամփով երկրավորներս հաղորդակից ենք դառնում ննջեցյալներին եւ հայտնում Կիրակնորի ավետիսը։ Քրիստոս հարյաֆի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Լուսինե Մուրադյան, Աշոտ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Երաժշտության մոմերի լույսի ներքո գիշերային Երևանում սա ոչ թե սերենադ է, այլ Մաշտոցի պուրակի պաշտպանների զորակցության փորձ։ Հովեր երգչախումբը բնապահպանների ուղղակի լավ եւ երաժշտություն սիրողների համար կատարել է Կոմիտասի աշխարհիկ խմբերգերից եւ համաշխարհային փոփ երաժշտության մի շարք մշակումներ։ Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ երգչախումբը կատարել է նաև Ջոն Տավեների Գառնուկ ստեղծագործությունը։ Մաշտոցի պուրակը բնապահպանական պայքարի հարտակից զատ մշակութային կենտրոն դարձնելը երիտասարդ ակտիվիստների նախաձեռնությունն է, իսկ Հովեր երգչախումբը արձագանքողներից մեկը։ Նպատակը միշտ մնում է նույնը, այս հարթակը դարձնել մշակութային, այս այգին արդեն դարձել է մշակութային այգի, ցուցահանդեսներով, համերգներով։ Ժողովրդի համար հստակ ու պարզ լինի, որ այնպես չի որ մենակ ուղղակի ինչ-որ երիտասարդություն է հավաքված, որոնք ինչ-որ բան են պահանջում։ Իրականում մեր շարքերում կան մտավորականներ, մեր շարքերում կան արվեստագետներ։ Նոր վարչական շրջանում գտնվող նախկին Ունիվերսամ խանութի հարակից տարածքում այս գիշեր ապօրինի ծառահատում է իրականացվել։ Էպիկենտրոնի խմբագրատուն զանգահարած բնակիչը թեպետ այդպես էլ ներկայանալ չցանկացավ, սակայն ահազանգի հետքերով գնացած մեր նկարահանող խմբին հաջողվել է գտնել թե ծառահատված վայրը եւ թե այն տեղը, որտեղ հանգրվանել են կացնահարված ծառերը։ Աչքներդ 4 արեք, հսկեք ձեր բակն ու այգիները գիշեր թե ցերեկ, արդեն որերորդ դեպքն է մայրաքաղաքում գիշերային ծառահատումներ են իրականացվում, երևույթը դառնում է վատ սովորություն, հատման է ենթակա։ Նոր-նորքի վարչական շրջանն է, երկաթապատայց տարածքից ներս հատված ծառերն են, ականատեսների վկայությամբ, ովքեր ի դեպ խուսափեցին մեր տեսախցիկից, տարածքը մի քանի օր առաջ է չորեկ կողմյան երկաթապատվել, իսկ ահազանգած բնակչի հավաստմամբ ծառահատումն իրականացվել է հարության տոնի գիշերը։ Ծառերի կոճղերը թաքցնելու նպատակով դրանք թեև ծածկվել էին չորացած խոտերով, բայց հատված մասերը դեռևս թաց էին։ Չկար ոչ սեփականատերը, ոչ այգեպանը, ումից հնարավոր կլիներ ճշտել, թե ինչ է այստեղ իրականում կատարվել։ Ու հանկարծ Չէ, այդ ճյուղերը 2 ամիս առաջ, բայց աստղերը նոր են կտրվում։ Ծառահատված տարածքի հարակից բակում են քողարկվել հատված ծառերի կոճղերն ու ճյուղերը։ Սա այդված ծառի ճյուղ է, այսքան հաս։
Այ գինին ինձ չի կերակ կրում, իմ երեխուն չի կերակ կրում։ Եկող եք ծառահատումներն արել, ինչ նպատակով։ Ծառերը եկել են լեցել են իրանք, մնացածում են չգիտեմ։ Պարոնը ներկայանալ չցանկացավ, ոչ էլ ուզեցավ հայտնել, թե ում ձեռքի գործը կարող է լինել, չնայած ամենայն հավանականությամբ տեղյակ էր։ Նա անմիջական առնչություն է ունեցել կաթնահատների հետ, քանի որ հենց նրանք են վերջինիս առաջարկել հատված ծառերը տուն տանել, բայց քաղաքացու դժգոհությունն այլ լենթատեքստել ուներ։ Վերջը աշխատատեղն է կարևոր, առաջի հերթին։ Ծառը ինչ է, այն վայրի ծառերը։ Մի օր եկել եք սրսկել եք, տեսա սեզոնը կգա կտենաք ինչքան բլոճ է հավաքվում։ Ոչ աշխատանքային օրվա պատճառով նոր Կվարչական շրջանի թաղապետարանից այս արդիվ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, բայց կծիկը խճճված է ու մեկնաբանման կարոտ։ Նարե Գրիգորյան, Գևորգ Եփրեմյան, Էպիկենտրոն։ Այսքանը ինձ մնում է հիշեցնել, որ Պետրոս Ղազարյանը ուրվագծի տեղավարում այսօր հյուրընկալելու է Բարգավաճ Հայաստան կուսակցության քարոզարշավի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանին։ Բարեկամներ, իսկ ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, քանի որ Էպիկենտրոն լրատվականը ավարտում է իր այսօրվա աշխատանքը։ Կհանդիպենք վաղը նույն ժամին 21:30-ին։ Ցտեսություն, ամենայն բարիք։ Ռոսգոստրախ Արմենիա, շուկայի բացարձակ առաջատար, ապացուցված է։ Միմյանց օգնելը անհրաժեշտ է։ Մենք հաճախ ենք սատարում ուրիշներին։ Երբեմն նույնիսկ չգիտակցելով։ Որովհետև մեզ համար դա բնական է։ Դա մեր աշխատանքն է։ Ռոսգոստրախ Արմենիա, շուկայի բացարձակ առաջատար, ապացուցված է։